Բարև սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Ես նորից քարտեզի վրա պահելով եմ եթերն անում, ես ուղղակի ուզում եմ հիշեցնեմ այն երազների ու այն տեսիլքների մասին, որ նախօրոք ասել եմ։ Եթե հիշում եք մի անգամ մի քանի ամիս առաջ կամ գուցե արդեն տարուց ավել է, լավ չեմ հիշում եք, որ ասում էի հայ թուրքական հարսանիք էր սպասվում, նշան ռեքը կայացել էր, ու հենց այն պահին, երբ որ պետքա արդեն ամուսնությունը կայաներ, հարսանիքը կայանար Հայաստանի ու Թուրքիայի միջև, Թուրքիայում տեղի ունեցավ ցնցում, ու այդ ցնցման արդյունքում հարսանիքը ամբողջությամբ խափանվեց։ Հիմա այս պահին, երբ որ նայում ենք այս քաղաքական իրավիճակների զարգացմանը, երբ որ տեսնում ենք արդեն ինչքան մոտ էր հայ-թուրքական սահմանի բացումը, մերձեցումը, այն ամեն ինչը, ինչ որ պլանավորված էր, ու հիմա քաղաքական իրավիճակները այն ձև են զարգանում, որ սա ցնցում է Թուրքիայի համար։ Հիմա Թուրքիայում այն ինչ որ կատարվում է, ինչ արդյունք կստացվի Էրդողանը, եթե հեռացվի իր իշխանությունից, նոր իշխանություն գա, ամբողջությամբ քաղաքականությունը փոխվում է, ու բոլոր այն ծրագրերը, որ կար Թուրքիայի Հայաստանի հետ, որ իրանք ունեին, այն մերձեցումը, որ պլանավորված էր, խափանվելու է։ Բայց եթե նույնիսկ Էրդողանը մնա իշխանության, այն քաղաքականությունը, որ վարում է հիմա Ամերիկան, ինքը ամբողջությամբ ուղղված է Օսմանյան կայսրության ստեղծման դեմ, ու արդեն իսկ Ամերիկան իր ներկայությամբ, իր հայտարարություններով մեր տարածաշրջանի հետ կապված Հայաստանի առաջին քրիստոնեական երկիր որպես անդադար իր շեշտադրումը, դրանով ուզում է ասի, որ Հայաստանն ու Թուրքիան երբեք չեն լինելու միասին։ Արդեն իսկ Աստված ներգործում է, արդեն իսկ խափանում է այն ծրագրերը, այն նշանдрեքը, որ կար Թուրքիայի Հայաստանի միջև, ու այդ հարսանիքը, որը սպասվում էր, որ պետքա կատարվի, իրականանա, ու Հայաստանը ամբողջությամբ անցնի թուրքական գերության մեջ ինչ որ ձևով, թե թուրքական վիլայետ, թե ուղղակի որպես ճանապարհ Թուրքիայի համար ազատ գոտի, որտեղ ինքը ազատ կշարժվեր դեպի Ադրբեջան, դեպի միջինասիական երկրեր, այդ բոլոր ծրագրերը խափանվում է։ Ու սա հենց այդ ցնցումն է, որը տեղի ունեցավ Թուրքիայում, որը եւ Աստծո ձեռքով խափանվեց, ու բոլոր այն ծրագրերը, որ Աստծո կամքին հակառակ էին, Աստված ինքն իր ձեռքով խափանում է։ Սրանով Աստված հստակ ցույց է տալի, որ իր վերահսկողությունը Հայաստանի վրա է, ու իր կամքի դեմ ցանկացած գործողություն դատապարտված է, ու բոլոր այն երկրները, ովքեր որ իր կամքը իմանալով, Աստծո ուղերձը լսելով հակառակվում են Աստծո ուղերձին, անպայման արժանանալու են Աստծո կողմից արժանի վերաբերմունքի, ու Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը, Ռուսաստանը, այս 5 երկրները, որոնք հստակ ուղերձ ունեն Աստծուց բաց թողելու Հայաստանի տարածքները, ու դրան հակառակ անում են սեփական նախաձեռնությամբ գործողություններ իրանց շահերից ելնելով, միանշանակ գործողություններ են Աստծո կամքին հակառակ, ու միանշանակ Աստծո կողմից բոլոր այս երկրերում սպասվում են ցնցումներ, քանի որ եթե իրանք սեփական իրանց հոժար կամքով չեն ուզում Աստծո կամքը կատարեն, ապա Աստված իրանց ստիպելու է, որ իրանք որոշակի քաղաքական զարգացումների արդյունքում ստիպված բաց թողեն Հայաստանը ու կատարեն, թեկուզ չուզենալով, բայց ստիպված կատարեն Աստծո կամքը։ Ես օրհնում եմ Աստծո կատարյալ կամքի իրականացումը, Աստծո տեսիլքի իրականացումը, մեծ հայքի վերածնունդը, Աստված ամեն բան անում է իր զորավոր ձեռքով, որ որևէ մեկը չմտածի, թե դա մարդկային գործողություն է,
մարդկային շահերից ելնելով շարժառիթները, որ որևէ մեկը որևէ մեկին չկարողանա մեղադրի, այլ հստակ ամեն բան կատարվում է Աստծո ձեռքով ու Աստծո զորությամբ, որ որևէ մեկի մոտ կասկածանք չմնար, որ սա Աստծո կամքն էր ու կատարեց Աստված իր զորավոր ձեռքով իր կամքը բոլորի վրա իր փառքը ցույց տալով։ Օրհնում եմ Աստծո կամքի իրականացումը Մինի Արարատի ասքանազի թագավորության բարձրացումը Բաբելոնի դեմ, որը մեծ հայքն է, որը Աստված իր զորավոր ձեռքով հարություն է տալի մոխիրներից։ Փառք Հիսուսին իր զորավոր հաղթանակի համար ու իր կամքի իրականացման համար մեծ հայքի վրա, որ խոսել ու ասել է Երեմիա 51:27 խոսքով։ Տիրոջ օրհնությունը Աստծո կամքին միաբանվողների վրա ու Աստծո կամքը կատարողների վրա Հիսուսի անունով ամեն։